Տարվա ընթացքում եկեղեցին ունի 3 տեսակի տոներ։ Տերունի, սրբոց եւ պահոց, ամբողջ տարին այս 3 օրերի է բաղկացած։ Ինչու է այս 3 օրերին բաղկացած։ Որպեսզի տարվա ընթացքում մենք որոշակի խորհրդածություններ ունենանք մեր կյանքում։ Տերունի տոներ, որոնք են դրանք Քրիստոսի խաչելության, Քրիստոսի ծննդյան, մկրտության, հարության, համբարձման նվիրված։ Ինչու ենք այդ տոները մենք հիշատակում։ Վերհիշում ենք Տիրոջ տնօրինական խորհուրդները, Քրիստոսի կյանքի դրվագները, իրադարձությունները, հա։ Հիշում ենք, վերապրում ենք ու կարծես այդ տոնի օրերը մենք մասնակցում ենք, մտնում ենք այդ խորհրդի մեջ, ապրում ենք այդ ամբողջը։ Հիմա նույն այդ տնօրինական խորհուրդների հիման վրա եկեղեցու սուրբ հայրերը գրել են աղոթքներ նվիրված Հայր Աստծուն։ Հայր Աստծուն նվիրված աղոթքները հիմնականում մարգարեներին վերաբերվող շրջանն է, չէ՞։ Ամբողջ մարդկության պատմությունը բաժանվում է 3 մասի։ Մեկը Ադամի ստեղծումից մինչև Քրիստոսի ծնունդ, Քրիստոսի ծնունդից մինչև հոգեգալուստ, հոգեգալուստից մինչև աշխարհի վախճան։ Առաջինը Հայր Աստծուն է վերաբերվում, երկրորդը Որդի Աստծուն, երրորդը Սուրբ Հոգի Աստծուն։ Այսինքն, երբ որ եկեղեցու սուրբ հայրերը գրել էին Հայր Աստծուն ուղղված աղոթքներ, հիշում էին մարգարեական շրջանը, որտեղ մարգարեներն էին Հայր Աստծո պատգամաբերները երկրի վրա։ Երբ որ Որդի Աստծուն են հիշում են առաքյալներին, չէ՞, որտեղ առաքյալներն էին գործնական Քրիստոսի ներկայացուցիչները երկրի վրա։ Երբ որ Սուրբ Հոգուն են հիշում, ավելի շատ վարդապետներին, հայրապետներին են հիշում, որտեղ առաքյալները կարճ հատված են Սուրբ Հոգու կրողները եղել։ Դրանից հետո, երբ որ առաքյալներից հետո առաքելական եկեղեցին հիմնվեց, Աստծո խոսքը տարածողները, Սուրբ Հոգու պատգամաբերները դարձան եկեղեցու սուրբ հայրապետները, վարդապետները, քահանաները։ Հիմա ինչու եմ այս ամբողջն ասում։ Մենք էլ ենք, չէ՞, երբեմն ուզում ենք առանձնական աղոթք անենք։ Մենք պետք է սովորենք աղոթել եկեղեցու սուրբ հայրերի գրված աղոթքներով։ Երբ որ դու սովորեցնում ես քեզ, այսինքն աղոթքի ճաշակ ես ձևավորում քո մեջ, դու ակամայից այդպես ես աղոթում։ Հայր Աստծուն դիմելուց պետք է ասես. Հայր, ինչպես քո մոլորված ոչխարի համար քո միածին որդուն ուղարկեցիր, չէ՞, Նարսես շնորհալին ասում։ Հիշիր մարգարեներին, ոնց էին քեզ դիմում, բոլոր մարգարեներին քարկոծեցին, սողոցեցին, սպանեցին, նրանց բարեխոսությամբ, նրանց արյան հեղումով մեզ ողորմիր։ Որդի Աստծո, հիշիր առաքյալներին, Սուրբ Հոգի Աստծո, հուշիր վարդապետներին, հայրապետներին։ Այսինքն պարզ հասարակ ավետարանի վրա հիմնված մեր միտքը, մեր սիրտը, մեր հոգին միավորում ենք Աստծո խոսքին, նարեկացին ինչ է, հեղեղված է Սուրբ գրքով, Մատթեյան ողբերգությունը։ Ամբողջ Սուրբ գիրքը ինքը, մեկնությունը, բացատրությունը, այսինքն նարեկացին ինչ արել, ապրել է, շնչել է, զգացել է, իր սրտի խորքից հանել է ավետարանը եւ դարձել է աղոթագիրք։ Երկե մենք չենք կարող հասնել նարեկացի եւ պետք էլ չի, որ մենք մեզանից աղոթքներ հորինենք, բայց կարող ենք եկեղեցու սուրբ հայրերի գրված աղոթքներով աղոթել, իրենց դարձնել մերը, իրենցով մեր ինքնությունը ձևավորել։ Գիտես, երբ որ դու եկեղեցու սուրբ հայրերով ես աղոթում, քո աղոթքը բաց ճանապարհ է դեպի երկինք։ Նարեկացին ասում է ամեն տող արտասուքներով եմ գրել։ Այդ արտասուքները ինչ էին անում, ճանապարհ էին բացում երկինք։ Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, ինչքան երկար է ճանապարհը երկրից դեպի երկինք։ Եվ քան տարիների ապաշխարության արդյունքում մենք կարող ենք հասնել երկրից դեպի երկինք։ Բայց ասում եմ, այդ կարճ ճանապարհ կա, որ այդ երկար տարիների ապաշխարության ճանապարհը հաղթահարում է։ Ո՞րն է այդ կարճ ճանապարհը։
աչքից դեպի այդ ընկած մեկ կաթիլ արտասուք։ Տես տաթևացին ինչ ասում։ Նարեկացնել մեկ կաթիլ չէ, ասում է հորդառատ արտասուքներով գրեցի։ Դե բացել է ճանապերը, վերցրու նստի նարեկացու Մատյան Ողբերգության նավը, օդանավը ու գնա երկինք։ Պատկերացնում ես դու քո ձեռքով ճանապարհ բացես երկրից դեպի երկինք, կարաս բացել, չես կարող։ Ավելի լավ է բացած ճանապարհով օդանավը նստենք, գնանք երկինք։ Ամեն